Եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է Բաբկեն Թունյանին։ Խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, մոտավորապես 35,000 հոգի է այս պայծությամբ հայտարարագիր լրացնել, մոտ 35,000 հոգի։ Ճիշտ եք ասում, այդ թիվը հայտարարագրման պարտավորություն ունեցող մարդկանց փոքր տոկոսն է, հիմա պատճառն եք ուզում իմանալ։ Պատճառ համար 1, որ մարդկանց մի զգալի մասը նույնականացման քարտ չի կարողանում ձեռք բերել չունի, պատճառ համար 2, ունեցողների մի զգալի մասը արդեն մի քանի ամիս գիտի, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն մարդիկ գիտեն դեռևս ժամանակ ունեն, եւ պատճառ համար 3, որ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ հայտարարագրման համակարգը այնքան են դեմոնիզացրել, այնքան ապատեղեկատվություն են տարածել, որ այս ընթացքում նաեւ մարդկանց հետ բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել, որ մարդիկ հասկանան հայտարարագիրը ինչի համար է, ինչի համար են լրացնում եւ ինչպես պետք է լրացնել։ Այս է ընդհանուրը։ Մնացած հարցերին ես էլ շատ ասելիք ունեմ, արդեն բովանդակային քննարկման ժամանակ խոսենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թունյան։ Հարգելի գործընկերներ, այժմ քվեարկում ենք այս որոշման նախագծի վերաբերյալ։ Որոշումը հետևյալն է. Քվեարկության է դրվում 2025 թվականի ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 57 դեմ 17 ձեռնպահ 5 որոշումն ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, այժմ անցնում ենք բուն օրակարգային հարցի քննարկմանը։ Քննարկում ենք ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, փորձեմ համառոտ ներկայացնել ինչ փոփոխություն ենք պատրաստում անել։ Նախ առաջինը մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, մենք փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար, սահմանելով նոյեմբերի 1-ը, այսինքն այն մարդիկ, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը եւ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք գնում, այլև սկզբնաժամկետ, այսինքն հիմա ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ որ օր ուզեն հայտարարագիր լրացնեն, բայց մենք նաև սկզբնակետ ենք սահմանում եւ հայտարարագրերի վերջնաժամկետի հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը, այսինքն դրանից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ եւ ավելի ամբողջական ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը։ Սա է ընդհանուր փոփոխությունը եւ նաև փոփոխություն են կատարում եկամտահարկի վճարման վերջնաժամկետի առումով եւ դա համապատասխանեցնում ենք արդեն հայտարարագրերի վճարման վերջնաժամկետներին ֆիզիկական անձանց կողմից։ Այսքանը հիմա եթե հարցեր կան բովանդակության հետ կապված, հարգելի գործընկերներ, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, հարգելի պատգամավորներ, հարցեր, զեկուցող։